Skyline, առաջին երկնաքերերը Հայաստանում։ Հենց այնպես։ Այդ աղջիկը շշով դուրս եկավ ու շշով հոչի խփում հետևից սանգել։ Հիմա ես փախնում եմ ու նայում եմ ուրեն մերոք։ Ու սենց օրո էս ինչ արեցիր դու ինքը։ Այդ տղան տեսնում է որ ես վազում եմ, մի հատ տղա վազում է հետևիցս, ես ինչ շորեր եմ գցում, այդ տղան էլ հավաքում։ Ինչպես կարելի էր։ Այդ ինչ շեր էիք դուք անում լսարանում։ Առանց երկու աստղի չեմ կարում ապրել։ Ital Solar, ժամանակն է ստանալ ավելին։ Այսօր հենց այնպեսի հյուրերն են Լիլի Էլբակյանը և Վանեն Էմրախմբի մենակատար։ Նախորդ շաբաթ մի մեծ անարդարություն տեղի ունեցավ երկու աստղում։ Դուք դուրս մնացիք, չէ, բնականաբար կատակում եք, թեև շատ լավն էիք ու մենք այսպես հետևում էինք ու ուզում էինք, որ երկար մնայիք նախագծում։ Շատ ռոմանտիկ էիք։ Ռոմանտիկայի կարիք կա այս դարում կարծես թե։ Շատ հավես է, չէ։ Շատ հավես է որ դուրս Բայց նենց հավես են կարել։ Որովհետև նաև զբաղված եք, շուտով համերգ ունենք, ես ինձ արդեն սկսում էր ժամանակը չէ եկել։ Դու չես սովորում մյուս փուլերի երգերը, որ դուրս մնանք, ինձ էլ ասում եմ չսովորես։ Բայց եղել է տենց բան, որ հատուկ։ Հա, էլ չէր։ Ինչքան երգել ենք, այն երգերն ենք երգել, որ անգիր գիտեի։ Հատուկ չէր սովորում։ Չէ, մյուս փուլի երգը, որ ընտրել էինք, չէր հավանել, ես էի իրան համոզել։ Հիմա որ ասեմ, որ երգն է, կասես։ Որ երգը։ Ալադինի ու Ժասմինի այն սիրուն երգը։ Հա, A Whole New World։ Հա, չէր հավանել։ Ինչի։ Առաջին անգամ կյանքիս մեջ պետք է երգեի երգ, որ չեմ հավանում։ Ու չերգեց, դրա պատճառով ենք։ Եվ շատ հպարտ եմ։ Որը մենք երգենք։ Ես հայերեն ուզում երգեի, որտեղ անգլերենի խնդիր կար իմ կյանքում մեծ։ Բայց հետաքրքիր է։ Բայց լավ կլիներ, որ այդ խալու վրա միանգամից խալիով թռնեինք նախագծից։ Թռնենք ուղիղ համալիր, որտեղ հունիսի 11-ին համերգ ունի Լիբրան։ Այո։ Խալով սկսեր համերգ։ Փորձերը շատ են, նոր երգեր ունենք ու պետք է հասնել։ Ամեն ինչ շատ լավ սիրուն ստացվեց, շատ գոհ եմ։ Իսկ հիմա ում եք ուզում, որ մինչև եզրափակիչ անցնի։ Չէ՞, ո՞տ հարցերից սկսեմ։ Ասեցիք հարցեր։ Ոչ մեկին էլ չենք ուզում, ում պետք է։ Իրականում Ինքան մարդ կա, բոլորը ուզում են։ Ամեն մեկը իր սիրունությունը ունի։ Արսենն ու Ասոն մի հատ ուրիշ գույն են տալիս ու շատ յուրահատուկ։ Մաշան ու Արմուշն են շատ հետաքրքիր։ Այս վերջինը Պոնչին էինք շատ։ Պոնչենք, հա, վերջի համարը շատ լավն է։ Շատ համով էր։ Հա, նկարը լավն են, էլի։ Բոլորի հետ ենք ընկերացել, որ հիմա չենք կարա անուն տանք։ Դու եզրափակիչ ոչ ոք։ Այո։ Դա է մեր այսօրվա խորագիրը, հենց այնպես։ Բայց լավ, բնականաբար բոլորին հաջողություն ենք մաղթում ու մրցակցության մասին չի ես նախագիծը, նոր ծանոթությունների, նոր հիշողությունների մասին։ Բա որ ցավակցական բաներ են գրում, այդ շատ ծիծաղալի է, որ ինձ նենց նամակներ են գրում, չտխրեք, բան ու ես եմ իրանց մխիթարում գրում բայց այս մրցույթի մասին չի մասնակցությունն է կարևոր եւ այլն գնահատականները չընդհանրապես ամբողջ կյանքում գնահատականը կարևոր չի եղել իմ կյանքում ես ծույլիկ եմ եղել, միշտ երկուս եմ ստացել։ Հա, իմա թե մի դասատուն ասում էր Լիլի, ասում էր դու զրոյական վեկտոր ես։ Ու այդ շատ կարևոր բան էր, որ ես զրոյական վեկտոր եմ, ես գիտեի, որ ես բութ եմ, մաթեմից մանավանդ։ Մենակ գրականություն։ Բայց ծիծաղալու հաղորդում չի, քիչ տրագեդիա է։ Չէ։ Ծիծաղալու էր, հետո միշտ ես հիշում ծիծաղում եմ, որ ասում։ Իսկ այդ դասատուին կանչում ես ներկայացումներից։ Չէ, սիրո դեմքն էլ չեմ հիշում, մենակ հիշում եմ, որ ես զրոյական վեկտոր էի։ Լավն է։ Մաթեմից բացի դեմքերը չես հիշում։ Իսկ այդ դեմքեր չհիշելու պատճառով իրավիճակներ չեն եղել խայտարակ։ Այդ ամենա երևի ամոթ բանն է, որ ես անընդհատ բարևում ու խոսում եմ մարդկանց հետ։ Այստեղ նոր գալուց էլ ճանապարհին տաքսիստը ինչ որ դերասանի հետ էր խոսում, ես իմացա իմ ճանաչած դերասանն է ու ձայնով մի ժամ ուզում եմ գուշակեմ անունը տվել էր, չեմ տանում, մի ժամ ուզում եմ գուշակեմ իմ իմացածն է, թե չէ, ու երկար խոսած բան, հետո որ մերոնց բարևեց, հասկացա, որ մեծ սերնդից էր, բայց տենց էլ չի իմացա ում հետ է երկու ժամ տաքսիստի հեռախոսով խոսում։
Այդպես դասատուն ճիշտ է։ Զրոյական վեկտոր։ Սլուխել չուներ էլի փաստորը։ Հիմա շատ երկար ժամանակ, որ կանգնում եմ խոսում եմ ինչ-որ մեկու հետ չի լինում։ Ինչ։ Որ կանգնում ես ինչ-որ մեկի հետ երկար խոսում ես ու ոչ անունը գիտես, ոչ գիտես որտեղից է, անկապ հարցեր ես տալի, ոնց են։ Գիտես, թարսիպես իմ հիշողությունը շատ լավ է, անուններ չեմ հիշում ընդհանրապես։ Ճիշտ է, բան երկար։ Մարդկանց հիշում եմ, իրանց էությունը, իրանց ճաշակը, աչքերի երանգը, բայց անունը չեմ հիշում։ Ես գիտես ինչն է ամոթ, որ հարցնում եմ երեխեքը ոնց են ու զգում եմ հայացքից, որ երեխա կամ երեխա է։ Այդ շատ հաճախ է լինում իմ կյանքում։ Քոնը ինչ էր։ Իմը, հա, ինձ ոչ ինձ ես հարցնում։ Այդ բնական եմ խաղում տես, ներկայացումներում գրկի։ Լավ, ներկայացումներ, համերգներ, շրջագայություններ։ Ես շրջագայությունից մի հատ բան պատմեմ, ես վերջը։ Չգիտեմ, դա հիմա ինչ որ պատմելու եմ, բոլոր այն դեպքերը որ պատմել եմ, ես չգիտեմ, դրանք ծիծաղալու են, թե դաժան են իրականում, թե բայց երկու օր ծիծաղում էին այդ օրը Շունչ թատրոնի հետ, գնացել էինք տարբեր շրջագայության, Եվրոպայի վայրն եւ գնացինք Ամստերդամ, անպայման տեսնել։ Ամանորի ներկայացումներով։ Ամանորի են գնացել, հա չէ, Ամանորին մի հատ էլ պիտի խաղայինք, բայց Ամանորինները ոնց որ խաղացինք, մնացածը իրանք պատերազմից հետո խաղացին։ Մի խոսքով շրջագայության եւ մի օր ունեինք, որ ազատ էինք եւ որոշեցինք գնանք Բելգիայից մեքենայով Ամստերդամ, որ տեսնենք կարմիր լապտերների փողոց, որտեղ ես բեմադրել էի ժամանակին կարմիր լապտերների մասին ներկայացում, կոչվում էր հենց կարմիր լապտերներ, մաման էլ խաղում էր։ Դրանից էլ բան կպատմեմ։ Բայց չգիտեի ինչի մասին է։ Չէ, ես ուսանող էի, դիպլոմն ա եղել, դիպլոմն ա եղել ու կարդացել էի։ Մաման պիտի չխաղար էլի։ Մաման խաղում էր, մամային համբացրել էի ու շատ ու ամենածիծաղալուն այդ ներկայացման մեջ, որ բոլոր մյուս մարդիկ, ովքեր ասեք նկարիչ, չգիտեմ, թատրոնում ուրիշ աշխատողները, բոլոր փորձերին գալիս էին, որ այդ մեր աղջիկներին տեսնեին։ Չկա այդ ներկայացումը։ Չէ, բայց ինքը շատ իրականում շատ տենց հայտնի ներկայացում է, նույնիսկ աղմուկ էր հանել, առաջի օրը տևեց 4 ժամ, հետո ես կրճատեցի, այդ իմ դիպլոմն է եղել։ Եվ մենակ մաման չէր խաղում, Հասմիկ Տեր-Կարապետյանը, Անեթը, տենց տարբեր սերունդ է, Մարիամը Շահինյան, Լիլիթ Միրհանյան, sense տարբեր Մամ Ռոզա կար եւ այլն Չիկագոից ազդված, բայց Չիկագոից չէի ազդված էի Կուպրինի Յամայից մեծ գործեր գրել եւ մի հատ ֆիշկա կար այդ ներկայացման մեջ, ուրիշ բան էի, բայց է պատմում։ Հա, բայց ասա ոչ հետաքրքիր է։ Որ բոլոր տղամարդիկ պետքա դերասան չլինեին։ Այսինքն ովքեր գալիս էին հասարակած տուն եւ կանչում էին այդ աղջիկներին, բոլորը պետքա լավ այս պատմեմ հետո կանչում էին մամային։ Ես բան պատմեմ, սրա հետ շատ խնդալու պատմություն կա, ես պատմեմ հետո այդ բան ես չեմ թողելու խոսքը։ Վայ, շատ շնորհակալ կլինեմ, իմ պատմությունները ավելի տխուր են։ Պատմություն, այս ոնց է նորը, այս պատմեմ։ Ուրեմն Համոն իմ ամուսինը։ Այո։ Նախկին, որ ես շատ սիրում եմ։ Իդեպ որ չեմ համարում, որ ասում են նախքին վատ է հնչում։ Մի խոսքով Համոին պետքա ծանոթացնեմ մերոնց հետ։ Հիմա պատմեմ ծիծաղալու պատմություն։ Ու չեմ ծանոթացրել հələ։ Դա ասել եմ, որ մի տղա կա, որ ռեպեր, որ կինոն ենք ծանոթացել եւ այլն, ու պետքա գա մենոնց հետ ծանոթանալու, ու ասեցի Համ ջան, դե արի ներկայացումը նայ, մամայից ինձ հերվից կտնես, ներկայացումից հետո կգնանք միտեղ կնստենք եւ այլ եւ այլ։ Ասաց, հա, բան, ինքն էլ ցենց շատ քրտնում է, այլ տենց բնավորությունի հենց հուզվում է, քրտնում է, բայց ես գամ այդ ներկայացումը, մաման չի նեղվի, բան, ասեցի, չէ, մաման այնտեղ կխաղում, այդ ոչինչ չի նեղվում։ Ցենց արդեն ես նախապատրաստում եմ, էլի ինչ ա լինելու եւ այլ եւ այլ։ Մի խոսքով եկանք թատրոն, Խամաճիկների փոքր թատրոնը, մեկ էլ կանչում են լիք օրի, ասում եմ ինչ ա եղել, բա Հակոբը չկա, ասում եմ ոնց Հակոբը չկա, իսկ Հակոբը ինչ ա անում Հակոբը։ Հակոբը նստում է, այսպեսի սեղաններ են, հասարակած տունը, բան կրակայրիչը վառում է, երկու դերասանուհի, մեկը մաման է, մեկը Մարիամ Նաշահինյան, իմ մտերիմ ընկերուհին, որի մասին էլի Համոին շատ եմ պատմել, որ երկուսի հետ ծանոթացնեմ, մի խոսքով սենց բա։ Մի խոսքով իրանք պիտի գան, ինքը պիտի գրկի իրանց ու տանի, իբր տանում է բարձավրատան։ Հիմա կրտնեց բան։ Ծանոթությունը զանգի է։ Դե լսեք, ես շատ ծիծաղել եմ, ուսանող զանգի կանչի, ուսանող չկա, բոլոր ուսանողները խաղում են, 23 հոգի խաղում այդ ներկայացմանը։
ուսանող չկա, ոչ մի տղամարդ չկա, բոլորը, բա, ասի հա մի հատ խնդրանք ունեմ, պետք է անես, ասեցին, ասի ես քեզ տեղ կասեմ, սենց այսենց կլոր սեղաններ են, հենց սրանցից էր։ Ու իրանք ցած դալի բեմի ներքևն են նստում, դու ուղակի կգաս, կրակարիչը կվառես ու հետո իրանք կանեն։ Բա ինչ եմ անելու, ասի ոչ իմ անելու, այդ մի վարկյանը խաղալու ես, այդ մտնելու ես դուրս գաս, համը չի տեսեն, կասում լավ։ Աստի դե դու մի նայի արդեն, որ դու դերասան ես արդեն, էլի, պիտի այդ առաջի փորձն ա եղել համոյի բեմում խաղալու ու հետո դառավ դերասանն է։ Մի խոսքով այս համոս գալիս է, այս կրակարիչը վառում է, մաման լրիվ Մուլյան Ռուժոտ տենց շոյերով, Մարիամ Շահինյան գալիս են սենց նստում են սեղանին, մեկ էլ ես այդ ռուբկայից վերևից նայում եմ։ Հասկանում ես ինչ ես արել։ Տեսնում եմ, որ այս համոս այդ ինքն է հասկանում, ես գիտեի ինչ եմ, ինքս այդ պուտ քրտնում է, սենց ամակրում, ու զգում եմ, որ սենց է նայում, էլի, կողքի նայում, իսկ մաման չգիտի, որ այդ համոնա, որի հետ պիտի ծանոթանա, անենց է խաղում, զգում է, որ նոր տղա է, ասում է երևի չհուզվի, սենց մի թևը գցելով եւ այլն, Մարիամն էլ գիտի, Մաշը գիտեր, ու սենց մի խոսքով էս համոյին ահավոր ծիծաղալու ձևով, սենց համոն գրկված։ Մեղք ա եղել, տանում են կուլիսներ, շատ այդ առաջից անթությունն ա եղել մայրիկիս հետ, Զոքանչի հետ ապագա։ Ինձ ավելի շատ շարունակությունը հետաքրքրեց այս պատմության։ հետո ոնց ծանոթացրեցիր արդեն։ Դե հետո արդեն ինքը ասեց, ոչ տենց բան անում են եւ այլն։ Այդ օրը չծանոթացրեցի, ոչ միտեղ էլ չգնացինք, արդեն համոն պետքա մարսեր այդ ամիջը, բայց ինքը ինձ հետո ինադու բան արեց, ինքը բերեց իր մամային ծանոթացնելու իմ հետ, ինչ տարբերություն թե ում հետ ներկայացմանը, որտեղ ես համվում եմ, համբուրվում եմ, չգիտեմ ինչ եմ անում։ Ու ես հիշում եմ, որ այդ իմ ամենավատ որ ես հասկացա թե ինչ ես արել, ինչ որ եմ ինձ պահել։ Շատ լավ պատմություն։ Ու այդ ներկայացումից հետո Վանջան գնացինք այդ Ամստերդամ, ես ուզում էի տեսնել այդ կարմիր լապտերների փողոցը եւ մի նշան կար, որ նկարել չի կարելի։ Ֆոտո անել չի կարելի, դե բոլոր գիտեն ովքեր եղել են։ Հա։ Մի անգամ ես էի նկարում, մի հատ ռուս։ Ես պիտի նկարեի, ժոտ ես։ Այդ ճոդա։ Հա, հենց այդ եմ պատմում։ Հենց այդ եմ պատմում, նկարել չի կարելի, բոլորը գիտեն, երեխեքը, բայց ես անջոյ եմ, նախ երկրորդը ես շատ սիրում եմ նկարել, ինչ որ տեսնում եմ։ Հիմա ես միացրել եմ ու սենց շատ բաց նկարում եմ, այդ նշանն էլ չեմ հասկացել, էլի, չեմ էլ տեսել։ Հիմա սաղ ասում են մի արա, գիտես, չի կարելի, ասում ինչ չի կարելի, կամ նկարում եմ, բան, մեկ էլ մի հատ աղջիկ դուռը բացեց շատ տենց 7 հարգանի քֆուրներ տվեց։ Հետո փակեց դուռը, անգլերենով։ Հա, անգլերենով։ Հետո փակեց դուռը, ես շարունակում եմ նկարել։ Մի խոսքով ու բոլոր դերասանները, որոնք իմ հետ քայլում են, մեկ էլ զգացի, որ չկան, իրանք չկան ու ես մենակ եմ։ Ու այդ աղջիկը շշով դուրս եկավ ու շշով հոչի խփում հետևից սանգել։ Հիմա ես փախնում եմ ու նայում եմ ուրեն մերոնք այնտեղ կանգնած հոչ չեն ծիծաղում, իսկ ես հələ փախնում, բայց չեմ անջատել կամերան ու story էի արել, ճիշտ ասած։ Այդ վիդեոն կա, բայց ես հիմա չգիտեմ այն ջնջվածների մեջ։ Շատ հետաքրքիր փողոց է։ Բան եղել ես այդ փողոցում։ Ես Ամստերդամում չեմ եղել, այնպես որ ես պատմություն չունեմ այդ։ Շրջագայություններից ինչ կհիշես, շատ եք շրջագայություններից ամենածիծաղալու վերջին շրջանի պատմությունը այնա, որ պետքա ծիծաղալու պատմություն հիշեի։ Հենց այնպեսի համար։ Հենց այնպեսի համար։ Ու մերոնց զանգում է, ասում է մի հատ խնդալու բան ասեք, հիմա իմ անունը արդեն իրանց մոտ գրանցած է խնդալու բան ասեք։ Ու իրանք էլ վերջին իրանք էլ չեն հիշում, որովհետև ապրում ենք անցնում այդ պահին հիմնականում։ Հենց նոր հիշեցի մի հատ պատմություն, որ մարզերից մեկում համերգ էինք տալիս, արդեն այդ թեժ, տաքացած վիճակներն էր, հանդիսատեսը լավ բուրըն արձագանքում էր ու մի տղա հենց շատ աչքի էր ընկնում, առաջացել էր այդ ինչա կոչվում է բարիերները, դրանցից առաջ էր եկել, անջրպետներից առաջ էր եկել ու սենց շատ ոգևորված էր էլի, ինքը լրիվ մետալ համերգի էր էլի, եկել շատ այնց ծանր ռոքի ու սենց բան այս նշաններով սենց գլուխը թափ էր տալի բան։ Բայց դուք հանգիստ ասենք նար էիք։ Հա, մի քիչ տենց մանավանդ հաջորդ երգը մեր Daisy երգը պետքա լիներ ու տենց շատ մելանխոլիկ բան ու ձեռի հետ տենց ասեցի հալալա քեզ շատ լավ ես բալետ անում, բայց այս նշանը այդքան չեմ սիրում ու սկսեցի երգը երգել
հիմա երգը տենց դրամատիկ գնում է, բան սենց երգում ենք ու զգում եմ ինչ-որ սենց բան է կատարվում ոստիկանների շրջանում, աչքով, ունքով են տալի եւ այլն, հետո դե հայացքս թեքեցի ուրիշտեղ, մեկ էլ հետ բերեցի այստեղում, տենամ այստեղ են արդեն այսենց վիճակով կանգնած է, ոստիկանները հասել են վրան։ Հետո իմացա, որ ոստիկանները մտածել են, որ այս նշանը Գորշ գայլերի նշանն է, խառնել են այդ նշանի հետ ու հիմա այստեղ են սենց հայացքով նայում է ինձ ամբողջ ատելությամբ ու սենց «Սորո, էս ինչ արեցիր դու իմ գլխին»։ Նենց որ եթե նայում է ու ազատվել է արդեն, բարևներ, ախպեր ջան։ Արի հունիսի 11-ին համալիր։ Արի հունիսի 11-ին համալիր մի հատ էլ բռնենք։ Իսկ աղջիկ երկրպագուների հետ։ Շատ դաժան են իրար։ Ծիծաղելի, Ինձ ոտ բաներ են գրում։ Լուրջ ես լավ կոմենտ ասեմ։ Արդեն լիկան է զգացել մեր երկրպագուների Որովհետև կոմենտները ինձ են վնասում։ աղջիկները։ Հա, մեկը գրել էր, ինչ լավ է Լիլին դուրս եկավ նախագծից, Վանին իրանով էր արել։ Նենց տեսակ որ իրանով չեր։ Ուված բաներ են գրում աղջիկները ինձ, շատ լավ ֆանատներ են։ Ես չգիտեմ այդ ինչ ֆանատներ, այդ կողից ֆանատներ են։ Հա, չէ, դա Ուրիշ ռոք։ Չէ, մեր լսարանը մեզ միշտ չէ, լավ ամեն էր ոլորտում Չէ, բայց աջակցում այն է։ որ բան դու ունես շատ աղջիկ երկրպագուներ, դա բոլորս գիտենք ու տեսել ենք նաև տարբեր համերգների, շնորհանդեսների ժամանակ բացատրի ինչ են անում եւ ինչ է կատարում, հա։ Մասը քվեարկեիք։ Քվեարկում էին Հա, չէին քվեարկում որ քո հետ չմնարի։ Չէ, շատ լավերը կային, հիմա այն մի քանի հոգու մասն եմ ասում։ Հա, հա։ Այո։ Չգիտեմ ինչ որ նվեր ստացել ես, տեն շատ խնդալու։ Հուշում եմ բաներ, որ կարա լինի։ Լավ է անում հիշում։ Ես ստացել եմ, ասեմ, խնդալու։ Ասա։ Լիկան լավ Ես չեմ պատմում է սիրում թող։ ծաղիկներ ստանալ, տանել չեմ կարում ու այն ժամանակ Facebook չէր, բաներ, одноклассники-ով ինձ գրել էր մի հատ տղա, չգիտեմ, դա դանդաղ գրում է։ Նվեր ստանում, չէ։ Հա, ինչ որ տես նվերիկներ հատենց ունեի լիքը, այն որ նկարից կողքը լիքը այդ բան է, նկարներից, բան չէ։ Այս տղան գրել էր, քեզ ինչ ծաղիկ բերեմ, ես էլ ցրելու համար, բայց вообще չեմ էլ սիրում։ Գրեցի, որ ես ծաղիկ չեմ սիրում, ու ծաղիկ նվեր ինձ հանգարց ծաղիկ չբերեք, ներկայացման պիտի գար, ինչ տարբերություն թե ում հետ էի խաղում կամերայի թատրոնում, մեկ էլ ասաց, իսկ ինչ ես սիրում, անկապ ձմեռ էր։ Գրեցի ձմերուկ։ Չգիտեցի ձմերուկ մտքովս չի անցել որ բեմ ձմերուկ է գալու։ Ինչ տարբերություն թե ում է, դա խաղացի, այդ տողը ոչ տեսել եմ, ոչ էլ։ Երևի ինքը կա, հիմա որ տեսնի կհիշի որ ինքը ձմերուկ է։ Մեկ էլ էս արդեն գլուխ ենք տալիս, այսքան պարսկական ձմերուկ, վրան ինչ որ լիլի էր գրած, լիկա էր գրած սրտի։ Բերում են բեմ, էս Լուիսուսից նա բոլորը նայում են, ես բոլորը ծաղիկ են ստանում, բան ծաղիկով նկարում են գնում։ Ես ձմերուկ Բայց շատ համով էր, պարսկական ձմերուկ։ Բայց շանս չունեցավ։ Չէ, հետո արդեն անցանք կոնֆետներին, հետաքրքիր չէր։ Մի հատ ուրիշ պատմություն։ Ընդհանրապես անունները ես միշտ խառնում եմ, թե մարդկանց, թե փողոցների ամեն ինչի ու մեր ընկերներից մեկը մի հատ մեծ սրահ էր բացել ու պետքա գնայինք նվագեինք, տենց համ աջակցելու պահել կար, որ մարդիկ իմանան այդ տարածքի անունը եւ այլն։ Ու համերգի սկզբից ես որոշել էի, որ շատ լավ պետք է աջակցեմ ու առաջին պահից հենց իրանց անունը տամ եւ այլն ու շնորհակալություն հայտնելու ժամանակ իրանց մրցակցի անունն եմ տալիս։ Ինչ օհոմորա։ Ու տենց ամբողջ համերգի ընթացքում, որ ես հազվադեպ եմ ընդհանրապես խոսում, բայց այդ օրը որոշել էի շատ սենց ֆիքսեի, էլի շատ օգնեի, տղայքի մի հատ խնդրում եմ բարձր ծափարեք եւ այլն, ասենք, չգիտեմ, զմբրտիկ ակումբին եւ այլն, բայց իրանցը լրիվ ուրիշ բան է, մի խոսքով, մինչեւ համերգի վերջ ես սենց շատ ամուր, խիստ պահելով այդ անունը գովազդեցի իրանց հակառակորդ շատ անգամներ գովազդեցի իրանց կոնկուրենտների ընդհանրապես հուշում եմ բայց այդ ժամանակ բեմի վրա ադրենալինը բան այնքան շատ է ոչ մեկին չեմ լսում էլի ես շատ վստահ եմ որ ես ճիշտ եմ բայց ինձ լսում էին միկրոֆոնը չէ այտենց չմոտեցան բայց խմբի անդամները հիշացրին որ շատ սխալ հակառակ պատմություն է տեղի ունեցել։ Հա, բայց իրոք տխուր եւ իմ պատմությունները սենց են, գնացից տեղ սենց եղավ։
մանկավարժական ինստիտուտում սովորություն չունեն շատ երկար մնալ փորձերի, որովհետև այնտեղ տենց մի քիչ ուրիշ կերպ է դրվածքը, էլի մանկավարժն նաև եւ այլ, ավելի կարճ է փորձեր, չնայած հիմա ահագին փոխվել է, բայց այդ կա որ թատերականը ուրիշ է, այնտեղ ուրիշ է։ Հիմա ես թատերականից եկած, այնտեղ եմ դաս տվել, այստեղ ես նույն ավյունով դաս եմ տալիս։ Ու էլի դեկամերոն, որտեվ ես սկզբից ուսանողներից հետ արեցի այդ դեկամերոնը, իրաց դիպլոմներ, հետո տարաթատրոն լրիվ փոխեցի։ Մի խոսքով այս դեկամերոնը բեմադրում ենք, այս դեկամերոնն էլ, չգիտեմ, գիտեք, գործը կիմանաք, Բոկաչոյի, լրիվ նենց բան, նենց պատմություններ ավան, գնա ֆիլմը նայ։ Շատ էս էլի դեպի կարմիր լապտերներ տալող պատմություններ է մի խոսքով, չես կարա էլի դες հանգիստ բեմադրես ու փորձ ենք անում, դե այստեղ էլ 9 աղջիկ են, այդ դրա համար էր այդ իդեան, որ աղջիկները տղաների դեր, որտեղ կուրսում տղա չունեմ։ Ես էլ փորձ հղի։ Բայց լավ ես գտել էլի լուծումը։ Հա, լուծումը այդտեղից է եկել, ես էլ հղի եմ, կարծեմ Էդգարով, հա, երկրորդով հղի եմ։ Փորով գալիս եմ, փորով գնում եմ, փորով դաս եմ անում, պարկած sense դաս եմ անում, որ վերջի օրերն է, բան։ Հիմա այս փորով բան եմ ցույց տալիս, պիտի պատշգամբից աղջիկը կանչի, էլի, պիտի կանչի, էй, չիրեմ ներասում, ինչ ասում, պասկուչո, պետրուչո, sense բաներ պիտի ասի, ու լվացքի տեսարան, հա, հիմա այդ մի հատ փոքր պատուհան կար, այդ պատուհանը բացել եմ, կանգնել եմ պատուհան, իրա փորով, ու ոչ եմ գոռում, ուզում եմ սովորացնեմ ոնց է ձայնը գնում հերու, ոնց ուղարկես ձայնը, ու մի ժամ ես երախուն ասում եմ, դե նայի, դու հիմա ասում ես պասկուչո ձայնդ մնա այստեղ, դու պիտի գոռաս, այ այն շենքում տեսնում ես, մեկ էլ ուրեմն 1, 2, 3 ու կանգնած եմ, այսինքն ես նստած պատուհանը ուղղակի չեմ բացել, ես բարձրացել եմ իմ փորով, այսինքն երկարուկ պատուհան էր, կանգնել եմ այդ պատուհանագոքին ու գոռում եմ, պասկուչո, պետրուչո, մի հատ կնիկ է իջեր փորով, իջեր բալա գոռում, ու տղա եմ ցույց տալիս էլ այդ փորով։ Հիմա այդ պատուհանից հետ են ինձ գոռում, ես ջոխայնացել եմ, բայց վատ բառեր են գոռում, ես իրանց վրա եմ գոռում, իրանք իմ վրա են գոռում, մի խոսքով սենց մի ժամ գոռացինք իրար վրա, ես պատուհանը ջղային փակեցի, ասեցի, ես փորձ չեմ անում, հա, ինչ են, դեռ չեն թող փորձ անում, հա, ես լստել եմ մեկ էլ հաջորդ օրը, գալիս է դեկանը եւ ասում է, այդ ինչ շեր էիք դուք անում լսարանում, այդ ինչ եք արել, փորով մեկը բարձրացել է պատվալագոքին, հարևաններին խանգարել է, չգիտեմ ինչ անել, ու թափանցիկ էր, տեսարաններն են նենց չի, նենց տեսարաններ կային, որ հաստատ պետք չէր, որ տեսնեին այն պատուհանից։ Դու մի ասա, ինչեր են պատմել, ինչեր են տեսել մեր փորձից եւ ինչեր են հորինել եւ մի քիչ պատկերացրել։ Վերջը ու մտածել էին, որ ես չկամ, այսինքն երեխեքն են առանց դասախոսի եւ այլն, մինչեւ համոզեցինք, որ այդ փորով տղան այդ մեր դասախոսն էր։ Լավ։ Ինավսեկան համոզվեց։ Հա դե փորից համոզվեց։ Փորի պատճառով։ Բայց կարար փորով ձյաձել։ Հա, էլի։ Բայց այդ կուրսում տղա չկա, ասում է տղաներ եք բերում, ինչեր եք անում, պատուհաններից էլ գոռում եք, խմում եք, ծխում եք, մի խոսքով, բայց տղա չկար այդ կուրսում։ Աղջիկները էին կուսանոց են, հենց այդ կուսանոցն էլ բեմադրել էինք հետո, էլի։ Այդ 5 րոպե կլիպը, Արսի Գրիգորյան, ուրեմն կլիպը սենց էր ֆորմատը, մեկը ով էր օպերատորը, Միժան։ Ինքը մեքենայի միջից նկարում է։ Ինձ բերում են հասցում են ինչ-որ կոնկրետ տեղ, հիմնականում բոլոր մոստերն էին։ Ինքը մեքենայով գնում է, ես պիտի վազեմ եւ անեմ իմպրովիզացիա։ Բայց մի քանի բան կա, որ Արսենը ասել է, օրինակ վազելուց հանում ես այդ ուլունքները, չգիտեմ, շորերը գցում ես, Արսենը էլ հետևից սա վազում ու հետո հավաքում է, բայց Արսենը կադրում չի, իսկ ես կադրում եմ։ Օրինակ կա կտոր, որ Բաղրամյանից մինչև համարյա Սունդուկյան թատրոն վազել եմ առանց ստոպի, որտեվ հետո իրանք այդ պալեզնին վերցրել են, այդքան վազել եմ, ոտաբոբիկի դեպ։ Հիմա այսինքն քո հետ միասին օպերատորներն էլ վազել, հենց հետ։ Չէ, այդ եմ պատմում։ Հա, մեքենայով է։ Ես հենց վազում եմ այդով։ Օպերատորը մեքենայով գալիս է, համարյա ստոպ չենք ունեցել, համարյա չի եղել։ Մի խոսքով դե ես վազում եմ, ես էլ էլի Արսենը տենց հա պատմում չէ, ասենց միչև ոգևորում է, բան ես ոգևորված այդ կլիպով, իդեպ շատերը ինձ այդ կլիպով են ճանաչել եւ շատ առաջարկներ եմ ես ստացել այն ժամանակ ֆիլմերի, հենց այդ տեսահոլովակը։ Ես շատ եմ սիրում այդ տեսահոլովակը։ Հա, տեսահոլովակը այն ժամանակ տենց հիմա էլի դու տենց նկարեն, շատ գոհ եւ շնորհակալ կլինենք։ Հիշում եմ, որ շատ 5 րոպե երկներ։ Կնայես, շատ լավ է։ Բանը մի խոսքով sense վազում եմ, նախ լիքը այդ ընթացքում բաներ եղան։ Ես շուներից վախենում եմ, չնայած շուն ունեմ, բայց այն մեծերից, որովհետև գիտեմ, որ վազեմ շունը
այդ մի անգամ շուն հարցակվեց, երկրորդ անգամ այդ ուլունքները սենց պիտի հանեմ, այդ ուլունքները շատ սիրուն կադր կա իրականում, լրիվ պոկվում է, ու սենց հետո դանդաղացրել են, ինքը սենց իջնում ու բարձանում է շատ սենց սաղ սենց ուլունքները հատուկ չէին կարել։ Այդ ամբողջ ընթացքում ա եղել, ոչ միայն հատուկ չի եղել, մի հատ երեխայի անցնում սենց ժպտում եմ, էտել են դանդաղացրել։ Այդ ոչ միայն հատուկ չի։ Հիմա այս Արսենը հետևից վազում է հավաքում։ Մեր դասարանում մի հատ տղա կար, բայց անունը չեմ տալու։ Հուսանք ինքը չի նայես հաղորդում, կնեղանա։ Որին ես սիրում եմ, հետո ինքն էր ինձ սիրում, հետո ես էի իրան սիրում, հետո ինքը ինձ չէր սիրում, հետո ես իրան չէի սիրում, այսինքն խառը պատմություն է։ Տենց չէին կողնորոշում, այդ 10 տարիների մեջ կողքի բակից էլ էր, անդադ իրար սիրում էինք ու չէինք սիրում։ Դպրոցում, ինքն էլ նենց գողական տղա դառավ հետո։ Ինչ որ խանութում էր աշխատում, չեմ հիշում ինչ խանութ էր, մեղոսքով այդ խանութի մոտով ենք անցնում։ Ես մեր դասանի այդ տղան տեսնում եմ, որ ես վազում եմ, մի հատ տղա վազում է հետևիցս, ես ինչ-որ շորեր եմ գցում, այդ տղան էլ հավաքում եմ։ Ու արդեն հետո տեսնում եմ, որ Արսը չկա։ Ու ինչ-որ բազարի մեջ է, բայց ես վազում եմ, որտեվ ես պիտի ստոպ ասել եմ չլինի, ես վազեցի, ահագին վազեցի, հետո զգացի, որ այնտեղ ինչ-որ արդեն ասում են ստոպ, հետ եմ վազում, որ տնամ Արսենը այն ով իրան ինչ ասեց, որտեվ զգացի ինձ ապեմ, սենց խոսակցություն էր, բան։ Չգիտեմ ինչ խոսակցություն ա եղել իրանից մեջ, բայց բավականին ինձ թվում է տհաճ, որովհետև այդ պահին կամ տհաճ չէր, հաճելի էր, որտեվ հետո հասկացան, որ կլիպ նայել, ես ճիշտ ասած ամաչեցի Արսենը, որտեվ ամաչեցի նախ դասարանցուց համար, երկրորդ որ իրան սիրել եմ, երրորդը որ ինքը դա տեսավ, ու սենց ամոթ էր այդ ամբողջ սիտուացիան, բայց հետո հիշում եմ, որ ահագին երկար ժամանակ մտածում էի հո չեն պայմանավորվել գնան իրար սպանեն, որովհետև շատ ծիծաղալու էր այդ իմ վազքում Արսենի հետ։ Ես իսկական ինչ ա մտածել էլի, ոտաբոբիկ։ Այդ տղան ինչ ա մտածել, ես ոտաբոբիկ վազում եմ, շոյերը գցում եմ, մեկն էլ հետևից մի հատ ինչ տղա։ Դե հետո երբ հասկացել էր, որ սա դերասանուհի է, սա էլ երգիչ է, դե ինձ ցնդած էին դպրոցում համարում, ասում էին ուրեմն նկար մի ընկերուհի ունեի շատ մտերիմ, հետո իհարկե հիմա բոլորի հետ լավ, բայց այն ժամանակ շատ մտերիմ նկարչուհի ընկերուհի էր, մինչև հիմա իմ ամենամոտ ընկերուհին է, որը Ամերիկայում է, շատ լավ նկարում էր, եւ ես էլ դերասանն էի, իսկ իրանք բոլորը լրիվ կապ չունեին, ու մենք շարֆեր էինք սենց դնում, ու ասում էին դոջիկն ու դոդոն։ Որովհետև մենք դաս չէինք գնում, չէինք սովորում, մեզ հետաքրքրում էր միմիային թատերական ինստիտուտ էինք գնում, փախնում էինք դասերից ու գեղարվեստ, նույնիսկ գնում էի բան, որպես բնորդուհի նստել եմ, բայց մերկ չէ։ Նստում էի, ինձ նկարում էին, ու ինքն էլ ուզում էր ընդունվել գեղարվեստ, ու մենք շատ 4-րդ դասանից շատ նպատակային գնում էինք դեպի որտեղ։ Իդեպ Բաղրամյանով պետք չի արդեն վազել, կարող ես հանգիստ 5 րոպեում քայլելով հասնել կենտրոն, եթե ձեռք բերեք բնակարան Skyline թաղամասում, որը կառուցվում է Բաղրամյան Օրբելի հատվածում։ Skyline-ը առաջին սմարթ թաղամասն է Երևանում, խաղաղ քաղաքում կոնցեպտ, որի ստեղծման համար ոգեշնչում է հանդիսացել ժամանակակից մարդու առօրյա պահանջները եւ լավագույն ապրելակերպի պատկերացումները։ Skyline-ում լինելու է դպրոց, մանկապարտեզ, բասկետբոլի, ֆուտբոլի, սքվոշի, թենիսի խաղադաշտեր, այսինքն այն ամենը, ինչ հարկավոր է հանգիստ եւ խաղաղ կյանք վայելելու համար, այլ ոչ քեզ նման վազելու եւ շտապելու։ Հիմնականում իմ պատմություններն էր պատմում լիքը։ Դու իր Բաղրամյանովիչն ու վազելով։ Իրականում լրիվ ուրիշ պատմություններ է, եւ որոշ է պատմում։ Կան էլի պատմություններ։ Դու չես ընկել բեմում։ Ընկել եմ։ Այդքան բան։ Սղացենք է։ Ոտս լարին կպել է ընկել եմ։ Հետո ինչ ես արել, պատմի։ Շարունակ եմ։ Բայց ես էլ լավ եմ, որ ինքս եմ Ժողովուրդ չեմ կարող ես պատմություն պատմել, ինչ եմ։ Բայց հավաքս դու չես կարող։ Ես սենց ընկել եմ, հետո սենց ելել եմ, երգել եմ։ Վերջ։ Ոնց կա։ Մենք չունենք իրար հետ ծիծաղալու պատմություն։ Այնքան ռոմանտիկա ու դրամա մտցրինք շոուի մեջ, չէ, մեր կատարումների մեջ։ Սա մեզ կպցրել էին վախացնում ես, ման ես մտածեցի։ Երրորդ անգամ ասացիք ռոմանտիկաս։ Որտեղ մեզ ասում են ամենառոմանտիկ զույգը բանի երկու։ Մեր ընտրած երգերը ուղղակի Երգերի համար, մականուն ունենք, հա, Չգիտեմ, չեմ հասկանում։ Չէ, դենտեղ իրական զույգեր կան, տոման կա, բան որ, բայց իրանք ռոմանտիկ, չէ, երգեցին ես մեկը ռոմանտիկ։ Հա։ Իսկ իրար ճանաչում Չէ։ Անձնապես չէ։ Տենց հերակա, հա, բայց անձնապես չէ։ Բայց Վանից գրել էր, որ Էդգարի երգը։ Ուզում էի, որ Էդգարի երգը երգեինք իրար հետ։ Բացվիր երկինքը։
հենց առաջին փուլում այդ երկեցին։ Բայց Լիկան ասաց, չէ, ես չեմ ես ուր երկել ուր։ Բայց ինչի էր որոշը իր հետ երկես։ Դե որ Էդգարինն է։ Համ Էդգարինն է, համ մի տեսակ հետաքրքիր ինձ թվաց, որ ինքը պետք է շատ լավ երգի։ Բոլորը իմացել են, որ ես լավ երգում եմ, բայց ես միշտ իմացել եմ, որ ես չերգող մարդ եմ։ Գիտարով նվագում եմ, բայց այնքան իմն է, մասսայական չէ։ Հետո պարզվեց։ Իսկ դու եթե կձայնագրեք։ Հույս ունեմ, որ հա։ Հեսա այս նեմրայական թոհուբոհը մի քիչ ավարտվի, մի քիչ թեթևանանք, շատ ուզում եմ։ Համերգին բայց մինչև այդ ուզում ենք համերգին։ Հա, բայց ասենք թե չասենք։ Ասա, իհարկե, մի հատ էքսկլյուզիվ ունենանք մենք քեզնից։ Հա, հələ փորձ չենք արել, լավ, մի հատ փորձ անենք, լայվ նվագենք, կարող է եւ երգենք։ Որը այդ երգը։ Բացվիր երգենք։ Բացվիր երգ։ Թույն։ Աշխարհում ամենասիրելի երգը։ Imagine, John Lennon։ Դե հիմա ես նույնն եմ ասելու։ Լուրջ։ Հա։ Ասա։ Ես մի 150 հատ այլ տարբերակ ունեմ հաստատ։ Բայց իմը Imagine-ն է։ Լուրջ։ Միշտ ասել եմ։ Շատ ուրախ եմ Լիկա։ Հետո որ ասեն ամենասիրած առաջին երգիչը, ասելու եմ Ջոն Լենոն, ոնց որ չասես։ Հա։ Շատ վատ։ Ես իմ համար բացահայտում էր, որովհետև Ջոն Լենոնը իմ համար միշտ առաջին։ Դե լավ, ուրեմն կասեմ ռոմանտիկի պահ։ Soldier Side, System of a Down։ Այո։ Սիրելի ֆիլմ։ Life is Beautiful։ Ռոբերտո Բենինի։ Շատ կա։ Բայց էլի կա։ Dogville։ Եվ 8.5 եմ։ The Truman Show-ն էլ ասեմ ուրեմն։ Շատ ասեմ։ Հա։ Սերիալներ նայում եք։ Black Mirror-ն եմ ես նայել, շատ եմ սիրում։ Dark-ներ հետաքրքիր գերմանական։ Netflix-ի 100 տարվա մենությունն եմ նայում։ Հավանում ես պահին։ Նոր եմ սկսել, հա, հետաքրքիր է։ Հա։ Ունեք սիրելի հայ երգիչ։ Սիրելի հայ երգիչ։ Տղամարդ պետք է լինի։ Գորսու ջան, եթե վոկալային, իսկ ստեղծագործող Ռուբեն Հախվերդյան միանշան։ Ես էլ կասեմ Ռուբեն Հախվերդյան, Ֆորշին եմ շատ սիրում։ Սիրելի հայ երգչուհի։ Էլվինա Մակարյան։ Չգիտեմ, ես ժամանակակից մեր ժամանակակիցներից Սոնա Ռուբինյան, Մաշա Մնջոյանին շատ հավանեցինք առանձնահատուկ այս պրոյեկտում, ցած փշակավում էինք իր վոկալից լայվ լսելուց։ Լավ, ով է եղել ձեր առաջին celebrity crush-ը։ Ջոն Լենոն։ Հա? Հենց celebrity crush։ Հա, որովհետև ես շատ փոքր էի ու տենց հիշում եմ նույնիսկ պլակատ ունեի։ Տենց ընկերուս հետ մենք տարված էինք Beatles խմբով ու հենց Ջոն Լենոնը։ Դու շատ են երևի Fergie, բանի Black Eyed Peas։ Ինչ եք փնտրել վերջինը Google-ում։ Բայց ճիշտ եք Երկու ասում։ Ես բանից երևի Նեմրայից, ես շատ հիմա նայենք։ Հա, չէ, ես հենց այդ սիրիալն եմ փնտրել այդ բանի։ 100 տարվա մենություն։ 100 տարվա մենություն։ Հա, ես էս մեր ճկնաղ երազը նոր տեսալովակ ենք թողարկի, հետ եմ դիտումներն էիր նայում։ Հա, բայց YouTube-ում Facebook-ը վերում չգիտեմ չի։ Մեկնաբանություններն էի ուզում կարդալ, տենա ով է գրել, ինչպես կարելի էր։ Չեն գրել։ Բայց չեն գրել, թափսի պես սպասում եմ։ Ուրա։ Բայց այդ YouTube-ը է Google-ում։ YouTube։ Գիտես ինչ եմ փնտրել։ Google-ում։ Երևանի գիշերներում ֆոտո եմ փնտրել, որպեսզի իդեալար թե ոնց են բեմադրելու բանը, չգիտեմ ինչի, ուզում էի տեսնել ինչ ֆոտոներ ու այդ։ Հա, Google-ում իմ մոտ Elvis Presley Wonderful ոնց էր։ Դու էլ ասա ինչ ես փնտրել վերջինը YouTube-ում։ YouTube-ում բանն է, երկու աստղ։ Elvis Presley Wonder of You երգի բառերն ու ակորդները։ Հա, երկելու եք։ Երկել եմ արդեն, տուն է իմ համար։ Ես չեմ փնտրել, ես Zemfira եմ ասում առավոտից լսում։ Հա։ Ասա։ Բեժիկիսատ եմ լսում։ YouTube-ով ես երաժշտություն լսում։ Հա, իսկ դու Spotify։ Հին մարդ եմ։ Որն է վերջին ավելացրած ներբեռնած երգը։ Ներբեռնելով search-ով եմ բանում, այս պահին էսա միացրած David Bowie Space Oddity։ Ամենաշատը որ էմոջին եք օգտագործում։
Ես են լացող ծիծաղացողը։ Ես եմ որ sense գլխին ա տալիս։ Բայց sense դեմքով չէ։ Բայց sense միշտ։ Ինչ եղավ լի։ Ցույցի տալիս։ Կներես։ Կապ չունես։ Կներես որ դու քեզ տպեցի։ Գլխին ա տալիս ու բատալիներով դում։ Ցավոց։ Դրանց ունենք առաջ եւ խաղում ենք թե։ Մինչ կսկսենք հաջորդ փուլը, պատմեմ ձեզ Ital Solar-ի մասին, որը ձեզ նվիրում է iPhone 15։ Ձեռք բերեք 10 եւ ավելի կիլովատ հզորության արևային կայան եւ ստացեք այդքան ցանկալի սմարթֆոնը։ Զանգահարեք 8128 կարգչամարին եւ ստացեք անվճար խորհրդատվություն եւ նախագիծ։ Վան։ Ապա Ձեր համերգին, հունիսի 11-ին, այս խմբերից մեկը պետք է ելույթ ունենա։ Ընտրության տարբերակ չունեք, նրանցից մեկը պետք է Այսինքն խաղում։ Ում կընտրես, դու ես ընտրում խումբը։ Սևագիր թե The Beautified Project։ The Beautified Project։ The Beautified Project է կաթիլ։ The Beautified Project։ The Beautified Project-ը 3-3։ The Beautified Project։ The Beautified Project-ը ռեինկարնացիա։ Պետք է մտածել։ Beautified։ Beautified։ Beautified թե LA Project։ Ուզում եմ հաշվի մեր լսարանին էլի որ մոտ լինի, այդ եմ շատ մտածում, թե չէ, հա։ Դե լավ չեն գալու։ Ես մի մտածի։ Քեզ համար։ LA Project։ LA Project թե կատուներ։ LA Project։ LA Project թե MP-Ray։ MP-Ray։ MP-Ray թե Laveli։ Laveli։ Վերջին հարցն է։ Laveli թե Bambir։ Bambir։ Հա։ Ես էլ բամբիր կընտրեի։ Նրանցից միայն մեկին կարող ես ընտրել Լիլի։ Ահա։ Քո հաջորդ բեմադրության համար։ Դնում եմ դեր տալիս։ Ոյ շոտ դոժն հորցոբոյս։ Դե լավ, Սկսեցնում եմ։ Գրետա Մեջլումյան թե Ռազմիկ Խոսրոև։ Դե նախ կախված է նրանից, այդ ինչ եմ բեմադրում։ Երևի Չգիտես ինչ ես բեմադրում, Չգիտեմ բայց ինչ եմ հստակ բեմադրում, պիտի ես դերասաններից մեկին, մեկին, հիմա դե քեզ ասում են ես դերասաններից մեկին ընտրի ու որոշենք ինչ ենք բեմադրում։ հա, ինչ եմ բեմադրում, կուզենայի Ռազմիկ Խոսրոևի հետ շատ կուզենայի աշխատել, բայց ավելի շատ կուզենայի Գրետա Մեջլումյանի հետ, որովհետև երբեք չեմ աշխատել, ինձ հետաքրքիր կլիներ, հա։ Գրետա Մեջլումյան թե Ալլա Վարդանյան։ Ալլա Վարդանյանի հետ խաղացել եմ, խաղում եմ, շատ եմ սիրում, բայց ուզում եմ Գրետա Մեջլումյանին նույնիսկ միտք ունեի դեր տալու, դրա համար պահում ենք Գրետա Մեջլումյան։ Գրետա Մեջլումյան թե Տիգրան Ներսիսյան։ Հետաքրքիր հարցեր եք տալիս դժվար։ Տիգրանի հետ եմ խաղացել եւ խաղում եմ, բայց իրան էլ կուզեի դեր տայի, հիմա ոնց անեմ։ Չի լինի իրար հետ խաղան։ Չէ։ Չէ։ Բայց իրան կուզեին, որ ես իրաց դեր տայի մի րոպե։ Մոնոյա։ Լավ, եկեք Տիգրան Ներսիսյան։ Տիգրան Ներսիսյան թե Աիդա Բաբաջանյան։ Տիգրան Ներսիսյան։ Տիգրան Ներսիսյան թե Նելի Խերանյան։ Նելի Խերանյան։ Նելի Խերանյան թե Հարություն Մովսիսյան։ Ոյ։ Նելի Խերանյան։ Նելի Խերանյան թե Ալբերտ Սաֆարյան։ Նելի Խերանյան։ Նելի Խերանյան թե Ջուլիետա Ստեփանյան։ Ջուլիետայի հետ արել եմ ներկայացում։ Որը։ Մոխրոտում մաման ինքն է։ Ու շատ այնց լավ ներկայացում ունենք, իր ու շատ հավես աշխատել ենք։ Դրա համար Նելի Խերանյան, որտեղ չեմ աշխատել իր հետ։ Նելի Խերանյան թե Ջուլիետա Բաբայան։ Նելի Խերանյան։ Նելի Խերանյան թե Դավիթ Հակոբյան։ Դավիթ Հակոբյանի հետ եմ պատրաստվում բանանեմ, դրա համար թող մնա Նելի Խերանյան։ Նելի Խերանյանը հաղթեց։ Նվազեցրու հարկերը տորենքի ուժով։ Դիմիր ռեալ հաշվապահ, դարձիր օրենքով ուժեղ։ Հեռախոս 055 29 24 20։ Ով է սկսում։ Դու։ Հարցերը տամ։ Սազում այն։ Քանի հարցից եք գուշակ։ 10։ Կինա։ Ոչ։ 30-ից բարձր է տարիքային։ Չգիտեմ, չէ ոնց է։ Չենք կարծում։ Հայաստանից է։ Դերասան է։ Չէ։ Երգիչ է։ Հա։
Քանի հատ ասեցի արդեն։ 5 Երկիչա 30-ից ցածր տղա է, էլի։ Հա։ Այդ հարցեր։ Չէ, բան եմ անում, էլի։ Ես էլ պատասխանեցի։ Ռոք է երգում։ Հա։ Չէ։ Միանշանակ չեք ասում ինչ-որ։ Չէ, Չէ, ես մի քիչ ռոք երգիչ չի։ Ռոք գործունեությունը երգիչ չի։ շատ խոր։ Ռաբիզ երգիչ, հա։ Չէ։ Դեռ ոչ։ Շատ շուտով։ Մենակ երգում է, թե նվագում էլ է, երաժիշտ է։ Շատ հազարդ հարցն է։ Բայց այդ այո կամ ոչով ոնց պատասխանեմ։ Մենակ Նվագում է ինչ-որ ինստրումենտի վրա։ հա։ Երկու հարց։ Գիտարա նվագում։ Ես չգիտեմ։ Հա, Գիտար էլ։ գիտար նվագում Գիտար է։ նվագում է։ Վեսպային երկու տարբերակ կա, մտքում ես։ Երկու հատ կարամ ասեմ։ Դե մեկ հարցի Մի հնարավորություն հատ էլ հարց Այդ տուր, հարցը նա։ կարող Գորս ու ես։ ջան։ Ոչ։ Ինչ պիտի ասեմ, ասեմ ոչ։ Ոչ։ Հիմա 10 հարցը լրացավ, ունես մեկ անուն հնչեցնելու հնարավորություն։ Ասեք, հենց գիտար նվագելու հարցը մի տեսակ շատ երկար մտածեցիք ոնց որ։ Ուզում ենք հիշենք, մենք ով անգիր չենք Տենց հիշում ով ինչ չգիտենք, ով նվագում ինչ անում։ երգում։ Կարող է ես էլ եմ գիտար նվագում։ Բայց դու գիտեիր։ Սուրեն Արուստամյան։ Բայց 30-ից բարձր են իրանք, հա։ Պարտվեցիր, ուրա։ Պարտվեցի։ Անին նայ։ Պարգը, այո։ Դե գիտար Բայց գիտար նվագում, հա։ Հա, գիտար նվագում է։ Հա։ Ես չգիտեի, ես իրան մենակ ես Եվրոտեսիլում եմ տեսել։ Դե, Պարգջան քեզ դնում ստեղ։ Դե հեսա դու տես ոնց ես պատժվում։ բայց մինչ այդ դու ես Ես հարցեր եմ, հա։ տալիս։ Ես պետքա հարցեր տամ։ Առաջի հարցը սերն է։ Ինչ սեր է։ Չէ։ Այո կամ ոչ։ Կինա թե տղամարդ։ Տղամարդ։ Ինչի միջին սեր կա, որ ասում եք այո կամ ոչ։ Տղամարդ։ Տղամարդը այո։ Օրինակ հիմա մտքիս եկավ ով է։ Ասեմ։ Ասա։ Հետո կարամ հարցերը շարունակեմ։ Չեմ պարտվում տենց։ Վաննա։ Ոչ։ Հա, լավ։ Երկու։ Ցած։ Ինձնից փոքր է։ Ոչ։ Ես մտածում։ Ամեն դեպքում մի քիչ մտածում եմ էլ։ Ոչ։ Իմ հետ արյունակցական կապ ունի։ Ոչ։ Դերասան է։ Հայտնի մարդ է։ Այո։ Դու իրան ճանաչում ես, մոտիկ մտերիմ ես իր հետ։ Այո։ Քանի հատ մնաց։ 3։ 3։ Պատժվելու ես մեկը։ Ձև չկա փախ։ Այո, մտերիմ է։ Երկու աստղից, հա։ Ոչ։ Տոն հետո գոնե երկու աստղից։ Հատուկ են կարել, որ չգուշակի։ Հա։ Բանը։ Երկիչ։ Մենք իրա երկերից երկել ենք։ Չէ։ Մնաց էլի հարց։ Մեկ հարց։ Հայա։ Հա։ Հիմա կարող ես գուշակելով ես։ Երկիչ, հայ երկիչ, տարիքով, մենք իրա երկը չենք երկել։ Մեշան։ Ոչ, անին։ Պարտվել ես արդեն։ պատժվել։ Համբուկչյանն է, ով է։ Չէ։ Ով է։ Հա, բայց չուներ երկու աստղի հետ կապ, եկել էր ժյուրի։ Բայց մասնակից չէր, ժյուրի էր։ Լավ, անգամ եթե այդ հարցը հանենք, Հա, մեկը չէ իմանալի բայց։ Մեջչյան եւ ինչ ասացիր, երկու անուն Համբուկչյան։ տվեցիր, հա։ Մեկը չէր, ոնց Հա։ է հերթի մեջ չէր։ Հա։ Դուք իրար պատժելու եք, ժողովուրդ։ Չոս ես ինչ որ մտածել ես։ Ինչ ես մտածել։
Չան ես։ Որ զանգի Դե Գարիկին։ Գարիկին, զանգեն Եթե դու քո Գարիկին։ մտածած անես, ես իմ մտածածն եմ ասել։ Գարիկի համար ես չունեմ ինքը։ Ես կտամ։ Ես ունեմ մանգիստ Ես եղի։ Ճակի որ ես իրան կյանքում չեմ զանգել։ Հա, բայց հիմա զանգում։ Չէ, դու նեղված ես հիմա, Դու ասա հասկանում ինչ ես։ ես։ Լավ է, զանգում եմ Գարիկին։ Չէ, մի հատ Ինչ թողին կարելի է։ քասի, թողին քասի։ Դե զանգես ասես նայեցի եթերը, Գար ջան, իրոք շատ էս ինչի էս կան անարդար էլի մեր հանդեպ։ Ինչ որ բան կա։ Հա, զանգում եմ։ Զանգում եմ, բայց երեխին կարողա ծիծաղամ։ Բայց Չէ, գիտես ինչ, ծիծաղը, այն դու մյուտի հրաշալի կնոկեն դերասանուհի անընդհատ ես։ մատդ վրան պահի։ Հա, որ ծիծաղ։ Որ հենց ծիծաղդ գա սխմես։ Այդ որ կնոպկեն, հա։ Այդ որ միկրոֆոնն է վրան գից։ Երեխը կավաչում եմ ավոր։ Լավ Դավիթ։ Կարոս լոցես։ Օրո։ Երեխեք չէ։ Կարոս Ավելի Այդ ասեմ։ ոնց կգնա Առանց երկու աստղի չեմ կարող ապրել։ Չէ, ես դրսից կխոսեմ, կասեմ կարակ մեզ հետ բերեք, հար։ Հա, ինչ որ մի հատ կանաչ Հա, քարտեք։ ասեմ, Ասեմ գոնե մի հատ ելույթ էլի, Հա, օրինակ ես դերասանու եմ, օրինակ ես բանում ուզում եմ։ բան եմ մտածել ներկայացում։ Դրամադրվի, խնդրում եմ։ Իոնց ես ասում եմ ծիծաղալու պահը Քիչ հուզված էլի, բայց ոնց անջատեմ։ այնտեղ մյուտ կա էլի, սխմում ես միկրոֆոնը, որ զանգես կերևա։ Սպիկեր դիր էլի։ Սենց։ Алло, Гарджан. А? Привет, Ликана Элбакян. А, Ликжан, привет, Салтан. Ոնց ես, լավ ես։ Լավ է, դու ոնց ես, դու։ Ես։ Դու զելա կարոս մնացին վրա։ Այդ մեղքը գար դրա համար եմ ճիշտ ասած զանգել։ Աջան։ Լսի, նայեցի երեք հաղորդումը, տենց լավն էինք։ Լիքը գրել են, բա իրանք վեցի չեն բան։ Ճիշտ այս գրել եմ Գարիկին մի նեղացրեք բան, բայց դե անդադ գրում են։ Կյանքս ուտում են։ Աջան։ Ասում եմ կարող է, ասենք որ շատ մեզնից քեզնից է չնեղանան բան, այս երկրորդ մյուսին որ գալիս է, բան անենք էլի երգենք մենք սաունդթրեքը, ես դերասանու եմ բան, տենց ասենք իրանց ոնց որ բան են կարևոր այդքան քննգել են։ Չհասկացա։ Ասենք կարող է սենց պրոստ չեմ կարող գար կներես, ես եկել եմ հենց այնպես ու դու իմ պատիժն էիր, բայց ես չդիմացա։ Ինչ խոսում։ Ես չդիմացա ուղղակի։ Գարջան, պրիվետ։ Այս բանն է ինձ պատժել։ Պաշիկ։ Դիտի պատիժելի սաունդթրեք մտել ասել։ Իբր գայինք երկենք, էլի մյուս քուլը պետք է քեզ համոզենք։ Մի րոպե, ես լավ չեմ երգում, թող երգի չէ երգի։ Գար, բայց всё-таки գանք, էլի գար։ Որ չծիծաղայի շաուլեք։ Ազիվ է գնաց։ Մեկի հայաթում երկենք։ Ոսեք որ չխնդայք շաուլեքի, բայց մահանում է։ Եվ գարը։ Դե արայժը։ Գար պատճում են քեզ, սիրում են քեզ։ Եվ բոլորը հենց այնպեսի կոմենտները մանեն արդեն գար, գրում են, որ Գարիկ ռոբ, Գարիկ ռոբ, Գարիկ ռոբ։ Կգաք իրար հետ։ Ռոբը ստեղ չի, Ամերիկայի մա չգիտենք երբ կվերադառնա։ Բայց որ վերադառնա։ Բայց որ վերադառնա, ինձ թվում է չէ։ Լավ հաջող գար։ Սիրով կգան, ցավը Հա, տանեմ։ սպասում ենք։ Ոյ տառակարի։ Okay, դե ես գնացի ժողովուրդ ջան։ Խնդայք ձգե։ Պատժեց պահնում։ Հա, ինքը զանգում է, դե դու ես քոնը արեցի, չէ։ Չէ։ Չգիտեմ բայց ինչ ասել։ Ես քոնը արեցի։ Նեմրայից մեկին թող զանգի։ Կարա Մարեկին խմբից հանեմ։ Բայց նեմրային իրան կոմֆորտ է։ Հա, Դե զանգի, զանգի։ Հա Մարեկին զանգի, բայց մի րոպե ինչ ասի։ Ասալեսի։ Ասեմ։ Հանի գործից Ասա այս Մարեկին, երկու բայց լավն է աստղից Մարեկին հետո զանգի ասի։ ուզում եմ բան երգեմ։ Ալատինի երգ ուզում եմ Մամերկյանի Իր համար այդ երգեմ։ բան չի լինի։ Ա, ապետ լավ չեմ լսում ձենդ։ Բայց վեշնի։ Դե ասա բանը, ասա իմացել եմ գրուպայից հանում եմ, հա տենց ասա։ Չէ, ասա համերգին ուրիշ բառաբանշիկ պիտի լինի։
Ой, что-то говоря, հա։ Հա, давай։ Դες այդ լավն է։ Okay, Ռուսաստանից ասեմ զվերի բարաբանշիկն է գալու։ Давай։ Համերգի կեսը։ Եկել է արդեն համբարձերը երբ է ձեր փորձը հաջորդ։ Այսօր իր հետ փորձիր, չէ՞։ Վաղը Ասա կեսը ինքը պետք է նվագի։ Որովհետև Իրա մոտ ենք փորձի։ Կարա գա կոմոդ փորձի вообще։ Հա, давай, я տենց ասեմ։ իրա տանն եք։ Որովհետև սա երկերը սուտ է էլի, ինքը գիտի որ տենց բան չի կարանի։ Կարամ ասեմ կեսը համերգի մի մասը, ասենք իրա հետ ենք Ինքը ունի սիրած գործեր, որ սենց շատ ուրիշ ձև է նվագում, դրանք ասա պիտի ինքը։ Հա, էլի։ Okay։ Ու էսա չի վեկալում հեռախոս։ Մարեք։ Մի հատ շտապ թեմա կապեր։ Լսի, ուրեմն Ռուսաստանից զվերի բարաբանշիկն է գալու։ Մի խոսքով տենց պրոդյուսերները բան կապվեցին հետս։ Ասում են ուզում ա ձեր հետ նվագի։ Մի խոսքով հնարավորություն կա, որ համերգի կեսը ինքը նվագի։ Ինչ ես կարծում։ Համալիրի։ Мне это не нравится, очень не нравится. Ինչ կլինի որ։ Շմբանչինի։ Ինդուրը էտի մի այլ ձևի չգա։ Մի այդտեղի։ Հա, բայց ինչ տարբեր։ Դե մի հատ է զվերից երկ կնվագենք, լսի, մի հատ զվերից երկ կնվագենք, էդ էլ դու կնվագես։ Տեղերով փոխվեք, էլի։ Համերգի կեսը։ Համերգից մի երկ, կարանք իրանց երգերից նվագենք, դու նվագես, մնացածը ինքը նվագի։ Не понял, մեր համալիրի համերգը։ Հա, մեր համալիրի համերգը։ Համերգի կեսը ինքը նվագի։ Կամ գոնե այս նոր երգերը էլի ինքը նվագի։ Լուրջ ես ասում։ Հա, ախի չէ որ։ Լսի հաղորդման հյուր եմ ու դու լսվում ես։ Ու քո սիրած պրանկերից հիմա քո գլխին եղավ։ Արեք կներես, բարև։ Մարիկ հումոր էր սա, պրանկ էր։ Վաղը փորձի ապե։ Վաղը փորձի ժելեզնի։ Բայց այդ տղեն էլ է գալու։ Վաղը փորձի զվերի հետ։ Դելա։ Все, давай զուքանի վարպետ։ Լավ, դե լավ։ Կվրտում է։ Это мне очень не нравится. Որը շոթոն է տարավ։ Բայց իրոք ազնիվ ասեց։ Մեկը հասկանար։ Բայց շատ նեղվ է։ Ող շոտ լավն է։ Okay, վաղը սիրտը կշահենք, լավ։ Ես արդեն չգիտեմ, ուզում եմ, որ այս հաղորդումը նայեն մարդիկ, թե չեմ ուզում ենք մեծ բանբաներ։ Ես հյուրերի մասին կարդում կոմենտներ, վատ, տենց ծիծաղալու անիմաստ կոմենտներ ու հյուրերը որոշում են, ընտրում են այդ կոմենտը նրանցից ում մասին է։ Բայց այդ պարագայում մի քիչ խաղի կանոնները փոխել եմ եւ երկու աստղի թողարկումներից մեկի տակ գտել եմ բոլոր զույգերի մասին կոմենտներ ու ես կարդալու եմ առանց նրանց անունը հնչեցնելու դուք պետք է գուշակեք որ զույգի մասին է Արդեն խնդրել ես Բոլորը մեր մասին է վատերը Չէ, ծիծաղալու կոմենտներն եմ առանձնացրել ում համար ծիծաղալու, ում համար չէ Անունը ոնց որ փշերի վրա լինի ում մասին են գրել Ինչա Այդ մարդը, այդ աստղը ոնց որ փշերի վրա լինի։ Շտապումը, հա։ Որ թողարկումն էլ իմանանք շատ հեշտ կլինի։ Ռոք լողներ, ոնց որ փշերի վրա լինի։ Հիշեք ով էր փշերը։ Ով էր փշերի վրա, հələ հիշի։ Երևի ես։ Ձեզնից մեկի, ահա, կարա լինի ձեր մասին եկան կոմենտներ։ Փշերի վրա։ Փշերի վրա։ Ով էր ճվում։ Փշերի վրա եւ ճվում են։ Չգիտեմ անկապ։ Ասեք ով էր ճվում։ Արմուշի մասին է։ Ոչ։ Զույգ, հա, կարող է ասենք, այս մարմուշ ասես չեմ աշա, թե։ Չէ։ Զույգը որ ասում ենք։ Չէ։ Զույգից մեկին է ասեք, կընդունեմ։
Պոնչը։ Չէ։ Սաղին։ Լիլիևան։ Չէ։ Չէ։ Բայց Ո՞մ մնա։ էլի դուրս եկա։ Սաղինասի։ Հա, Ռաֆոն։ Այո։ Հա, Ռաֆոն ճիշտ է։ Շերի վրա էր։ Բայց Ռոքի օրը։ չեն եղել, իրանք առաջի Չէ, Ռոքի օրը բանն ճիշտ է, էր, շերի վրա էր։ ագրավ էր խաղում։ Ագրավ, հա, շերի ուզում էր վրա դուրս գալ։ Եթե իրանք աստվեն, ուրեմն ես Հռոմի պապն եմ։ Այդ երևի Ռոբենս այն վատ քննադատությունների օրը, հա, եղել է Եվրոտեսիլից հետո Ռոբենս մասին, չէ՞։ Բայց այդ օրվա ուրիշ ելույթի մասին է, ուշեմ։ Ոյ։ Դեև համաձայն չեմ։ Բայց կարդում ենք ուրիշի գրածները։ Սոնա Սիմոն։ Ոչ։ Բայց ինքա դժվար է, հիմա ես դες չեմ մտածում, ոնց իմանում ում մասին են դա ասել։ Եթե ես աստղեմ, իրանք աստղեմ։ Հա, չէ։ Հա, չէ։ Աստղիկենց։ Չէ։ Հա, իրանք եկային, իրաց մասին չեմ գտել, սպոյլ անեմ։ Ով է, այնտեղ էլ ով է մնում։ Պոնչենց։ Այո, Պոնչենց մասին է։ Գյոզալ երգը ոնց փչացրին։ Այդ մեր մասին ենքան շատ է։ Եվրատեսիլի օրվա հետ կապված։ Հա, Եվրատեսիլի։ Եվրատեսիլի։ Այդ օրերին էլ են գրել մեր մասին տենց։ Հա, TikTok-ում շատ կարդացել եմ ես որ տենց բան գրել։ YouTube-ում են կոմենտներ։ YouTube-ում։ Գյոզալ երգը։ Մեր մասին կլինի այդ։ Բայց այդ օրը Եվրատեսիլին է ոնց որ շատ Չէ, սիրեցին։ վուալայի մասին չէին գրել YouTube-ում։ Հա։ Չէ, ձեր մասին չի։ Այ մասին չի։ Այն ինչ գյոզալ երգը հնչել այդ օրը։ Գյոզալ։ Հա, բանը էլի, երևի ինգանում Անուշը։ Հա, հա։ Այո։ Ռոբենսը։ Շատ լավ կոմենտ էր։ Երբ գնում ես վոկալի, բայց տունը դասերը չես անում։ Այդ մեր մասին չի։ Չէ։ Արմուշը։ Այո։ Շատ երկար է մի հատվածը կկարդամ։ Ոչ մի ելույթ չի տպավորվել 3 հաղորդումը։ Մյուսների ելույթները հիշում եմ, իրենց անգամ նոր նայածը չեմ հիշում։ Երևի մենք ենք։ Ամեն կարդացած այդ կոմենտը ոնց որ մեր մասին է, մի հատ մեր վրով ենք անցկացնում, ոչ մեկին չներազնի։ Հա, սպասի, բայց ես տենց մի բան հանդիպել էի։ Այդ YouTube-ից էր։ Սոնա Սիմոն։ Այո։ Հանդիպել էի, դες հիշեցի։ Այսքանը։ Բա մեր ո՞րն էր մեր վատը։ Ձեր մասին գրել էին Նեմրան։ Նեմրան լավ է երգում։ Նեմրան ու Լիլին լրիվ խայտարակություն։ Նեմրան ու Լիլին, էլի։ Նենց բայց ոչինչ ասել էի Վանի սկզբից Նեմրա ասում։ Հա, Նեմրա։ Շատ Դե լավ։ Բայց Նեմրա այս եւ հաղորդումից Լիլի հետո արդեն բոլորը Վան կասեն քեզ։ Մեր գործընկեր ռեալ հաշվապակենտրոնը դուք Աձեով եք աշխատում։ ՍՊԸ։ ՍՊԸ։ Այո։ Ինչ եք ասում։ Մենք լուրջ կամպանիա ենք։ Այո, դե կարող եք նրանց Շատ շնորհակալություն։ հաշվապական ծառայություններից նույնպես օգտվել, ձեզ նվեր քարտեր է տրամադրել։ Ես ածը ունեմ։ Ածն 15000 դրամից, ՏՏ ածների համար 18000 դրամից ամսական կարող եք օգտվել։ Եթե ասեք, որ հենց այնպես նայում եք եւ այստեղից եք իմացել նրանց մասին, ձեզ մեկ ամիս անվճար հաշվապական ծառայություններ կմատուցեն։ Շատ շնորհակալ։ Պրեք, շատ շնորհակալ եմ այսքան Ոայ, այդ մեր մենք էլ ենք հաղորդումը։ Մենք շնորհակալ։ Բաժանորդագրվեն, լայքեն, կոմենտեն, բարի կոմենտներ գրեն։ Նեմրայի երկրպագուներ դուք նույնպես։ Լավ բաներ կգրեք, էլի ժողովուրդ։ Բաժանորդագրվեք, ես իմ սիրած հաղորդումն է։ Ես միշտ նայում եմ, հա, սենց ինչքան է դրիլը բերում, ես սենց 5 րոպե։ 5 րոպե, մենք փոքր ժամանակ Բան ենք չի եղել ընկերներ։ սյոմկային։ Բոբիկի Եղել է, վազում։ եղել է։ Ոնց եմ հիշում։ Ես եմ էլի ձեր փոխարեն հիշում ձեր կերպը։ Որտեվ գիտես ինչի, հիմա ես Դե Մոնիկա Բելուչի բան, տես շատ կան։ հա տենց կարայինք դերասաններ էլ ասեինք, հա։ Դերասաններից էլ կային։ դերասանները։ Դերասաններից ես միշտ սիրել եմ Ջուլիա Ռոբերտսին մինչև այսօր։ Ու ինձ այդ մի քիչ է նմանացնում։ Չես հասկանում, դու հարցը։ Ինչի՞ց Ինքը խալում հասկանում, հա։ Առաջինը։ Դու Ջոն Լենոնի Սիրահարված որպես տղա ես։ մարդ ինքը քեզ գրավել, հա։ 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 Հա, դեռ Ես ես Ջուլիա Յոկոնոյի Ռոբերտսը որպես խանդում էի։ տղամարդ։ Հա։ Հա, Ինչ հետաքրքիր է։ հա, լուրջ եմ ասում։ Իսկ, հա, ուրեմն ճիշտ ես հասկացել։ Յոկոին դաժե տղեկն է։ Այդ բանը չի հասկացա որ Հա, պետք է։ օքեյ։ Ու ինչ երկար ամեն անգամ էս ասելը չէ, չի հաշվի արել։ The Beautified Project ռեինկարնացիա։ Վամպիրի ֆանատ եմ եղել, շատ լուրջ Վամպիրի, հա։ Նարեկին սիրալված եմ եղել մի ամբողջ կյանք։ Բա հետո։ Դա տենց,
Ճամփա։ Հա, Ուրիշ էքսկլյուզիվ էլ ասա։ Էքսկլյուզիվ։ Այդ բառը հենց մենակ ասել է էքսկլյուզիվ է։ Հենց այնպես